Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել թեմատիկ զրույցների շարքը։ Այս շաբաթվա համար դժվար թե գտնվեր ավելի ակտուալ եւ հետաքրքիր թեմա, քան հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր ամփոփումները։ Մենք նախորդ շաբաթ չունեցանք թեմատիկ զրույց, որովհետեւ մեզ պետք էր հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում։ Կիրակի օրը հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց ամփոփիչ վերջնական արձանագրությունը եւ հաստատեց իր որոշմամբ ընտրությունների արդյունքները։ Իհարկե ընտրությունների մասնակցող առանցքային ընդդիմադիր ուժերը անհամաձայնություն ունեին դրա վերաբերյալ եւ այդ անհամաձայնությունը արտահայտվել է նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մասնավորապես եւ Ուժեղ Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ներկայացվել էին բողոքներ, ինչպես առանձին ընտրատեղամասում վերաքվեարկություններ կազմակերպելու, իսկ Ուժեղ Հայաստանի առաջարկով նաև ամբողջ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ վերաքվեարկություն կազմակերպելու պահանջով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը արդարացրեց Նիկոլ Փաշինյանի սպասումները եւ մեր նախնական գնահատականները նրա քաղաքական ուղղվածության եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ենթակա լինելու վերաբերյալ, բնականաբար մերժեց այդ միջնորդությունները եւ հաստատեց վերջնական արդյունքները, ըստ որի ընտրություններում խորհրդան են անցնում 3 քաղաքական ուժեր, ակնհայտ ապօրինաբար զրկելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը խորհրդան անցնելու հնարավորությունից, փոշիացնելով Բարգավաճ Հայաստան կուսակցության վաստակած տասնյակ հազարավոր քվեները եւ դրանք բաժին հանելով առապելապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը սահմանադրական դատարան բողոքարկելու վերաբերյալ արդեն եղել են հայտարարություններ, թե Ուժեղ Հայաստանի, թե Հայաստան դաշինքի կողմից, կարծում եմ, որ այդ բողոքի կմիանան նաև այլ քաղաքական ուժեր եւս, որովհետեւ այն ինչին, որ մենք ականատես ենք եղել, դա կապ ուներ բազմաթիվ գործընթացների, բայց ոչ երբեք ընտրությունների հետ։ Ընտրախախտումներ Ընտրախախտումները այս ընտրություններում կրել են համատարած, զանգվածային, կազմակերպված եւ կանոնավոր բնույթ։ Եվ դրանք բնականաբար իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այս ամբողջ ժամանակահատվածում նրանք փորձում էին շինծու քրեական գործերով, գործի դնելով ինչպես հակակոռուպցիոն ծառայությունը, ինչպես հակակոռուպցիոն կոմիտեն, այնպես էլ քննչական կոմիտեն, քրեական վարույթներ շինծու նախաձեռնել ընդդիմադիր քաղաքական գործիչների, պատգամավորի թեկնածուների, շտաբերի պատասխանատուների, վստահված անձանց նկատմամբ թվացյալ ընտրակաշառքների կամ հավաքների մարդկանց մասնակցության ապահովման եւ այլ շինծու գործերով, որոնցից ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը առանց բացառության դեռևս իրավական գնահատականի եւ հավաստիացման չի արժանացել եւ վստահ եմ, որ չի էլ արժանանա։ Բայց նրանք փորձում էին ընտրախախտումների մեղք բարթել ընդդիմության ներկայացուցիչների վրա, այն դեպքում, երբ որ ամբողջ աշխարհում ընտրախախտումներ անում են իշխանությունների ներկայացուցիչները։ Շատ տարօրինակ բան է ստացվում, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր, նա պնդում էր, որ բոլոր ընտրախախտումները, այդ թվում ընտրակաշառքները բաժանում են իշխանությունների ներկայացուցիչները։ Իսկ երբ որ ինքն է դարձել իշխանություն, ասում է, որ դա անում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Պարզ է, որ այդպես բան չի կարող լինել։ Ընտրություններում բոլոր տեսակի խախտումները եղել են, այդ թվում ընտրակաշառքի ակնհայտ դեպքեր, հիմա ես դրանք կներկայացնեմ կոնկրետ փաստերով եւ դրսեւորումներով, եւ դա իրականացվել է բացառապես իշխանության ներկայացուցիչների կողմից։ Պետք է արձանագրել, որ ընտրախախտումները եղել են ընտրական գործընթացի բոլոր փուլերում։ Այսինքն դեռ ընտրությունները չմեկնարկած ամբողջ քարոզարշավի ընթացքում, այդպես էլ քաղաքական գործընթացներում ամենաառանցքային քաղաքական ուժի առաջնորդը, Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, այդպես էլ զրկված եղավ քարոզարշավին ուղիղ մասնակցություն ունենալու հնարավորությունից։ Նա ապօրինաբար գտնվել է տնային կալանքի ռեժիմում, երբ որ նախաքննությունը վաղուց ավարտվել է, գործի ընթացքի վրա նա օբյեկտիվորեն որևէ ազդեցություն ունենալ չի կարող, եւ նա հանգիստ կարող էր գտնվել ազատության մեջ, մասնակցել քարոզարշավին։ Մենք կարող ենք հանդիպումների գնալ նրա առաջնորդությամբ եւ ակնհայտ է եւ բոլորին էր պարզ, թե ինչ մասշտաբներ էին լինելու, հասարակական ինչ տրամադրություններ են լինելու նրա մասնակցությամբ քարոզարշավ իրականացնելու դեպքում։ Բայց նա ապօրինաբար զրկված է եղել այդ հնարավորությունից։ Թիրախում Ուժեղ Հայաստանը եղել է ամբողջ ժամանակաշրջանում։
գրաֆիկով գրեթե չի եղել մեկ օր, որ իրավապահ մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն կամ քննչական կոմիտեն չներխուժեն ուժեղ Հայաստան դաշինքի մարզային գրասենյակներ կամ Երևան քաղաքում գտնվող տարբեր գրասենյակներ։ Երևի թե չի եղել ուժեղ Հայաստանի որևէ գրասենյակ, որը չի եղել թիրախում։ Եվ այդ գրողները պատահական չեն եղել, կրել են զանգվածային բնույթ։ Այդ գրողների հետևանքով տեղի են ունեցել խուզարկություններ գրասենյակներում։ Խուզարկությունների արդյունքում առգրավել են համակարգիչներ, որտեղ առկա են եղել շտաբերի գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկություններ, եւ դրանք մինչ օրս չեն վերադարձվել ընտրական շտաբերին։ Իրականացվել է մասսայական ձերբակալություններ։ Ձերբակալությունների թիրախում եղել են եւ շտաբի պետերը, եւ գրասենյակի աշխատակիցները, անգամ հավաքարարներն են ձերբակալվել կամ հրավիրվել են հարցաքննության։ Սրանով նաև վախի մթնոլորտը մի քանի խնդիր են այդպես լուծել։ Առաջինը՝ նախ քարոզչական կեղծ ձայնագրություններ, շինծու ձայնագրություններ, որը ոչ մեկին պարզ չի, արդյոք դրանք օրինական դատանի որոշմամբ են թե ոչ, արդյոք դրանք հավաստի են թե ոչ, արդյոք դրանք կապ ունեն այս ընտրական գործընթացների հետ, թե սովորական կենցաղային խոսակցություններ են, արդյոք դրանք ամբողջական են թե աղճատված։ Փաստաբանները պնդում են, որ դրանք բացառապես հիմնականում դրանք կեղծ եւ անհիմն գործընթացի հետ որևէ կապ չունեցող ձայնագրություններ են։ Բայց այդ ձայնագրությունները, որոնք պետք է հանդիսանային օրենքի տրամաբանությամբ նախաքննական գաղտնիք եւ որևէ դեպքում չպետք է հրապարակվեին, հրապարակվել են ուժեղ Հայաստանի գրասենյակ ներխուժումներից ժամեր անց։ Ժամը 10-ին ենթադրենք ներխուժում ա եղել առավոտը 8-ին որևէ գրասենյակ, ժամը 12-ին արդեն հրապարակում են ձայնակ։ Մինչ օրս ամբողջ YouTube-ը քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն ողողել է տարբեր տիպի այսպես կոչված ձայնագրություններով, որոնք հետո ամբողջական տեսքով վերահեռարձակվել են հանրային հեռուստաընկերությամբ, իշխանական քարոզչական մեքենայի այլ լրատվական ալիքներով, փորձելով հասարակության մեջ ստեղծել քարոզչական այդպիսի ֆոն սուտ երևույթների գոյություն չունեցող հանցագործությունների վերաբերյալ, նախ քարոզչական իմաստով։ Երկրորդը ձերբակալելով մեր թիմակիցներին, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին, շտաբի պետերին, հասել են նաև պատգամավորության բազմաթիվ տեխնացուներին։ Նրանք խափանել են քարոզչական կազմակերպական աշխատանքը ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Դա տեղի է ունեցել նաև լռության օրը, դա տեղի է ունեցել նաև քվեարկության օրը։ Ձերբակալվել են եւ ընտրական գործընթացին այդ օրը մասնակցելու հնարավորությունից զրկվել են նաև տասնյակ հարյուրավոր վստահված անձինք։ Այսինքն աշխատանքների խափանումը մեր եղել է երկրորդ հիմնական ֆունկցիան։ Երրորդ հիմնական ֆունկցիան այս ապօրինի գործողությունների դա վախի մթնոլորտի սերմանումն է, որպեսզի մարդիկ վախենան համագործակցել ուժեղ Հայաստանի հետ, չլինեն այդ ուժեղ Հայաստանի քաղաքական գործընթացի, քարոզչության գործընթացի կամավորներ, պատասխանատուներ, առհասարակ առնչություններ չունենան ուժեղ Հայաստանի հետ։ Եվ ինչ որ մի этаպում այս բռնաճնշումները նաև տարածվել են Հայաստան դաշինքի падգամավորների, տեխնացուների, շտաբերի վրա, իսկ մի этаպից նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակների աշխատակիցների եւ падգամավորի տեխնացուների նկատմամբ։ Իսկ այն դեպքերում, երբ որ բարձրաձայնումներ են եղել իշխանության ապօրինի գործողությունների վերաբերյալ, դրանք բոլորը առանց բացառության մնացել են անհետևանք։ Հիշում եք Արման Թաթոյանի արձանագրումները կապված քոլեջի տնօրենի աշխատակիցներին եւ ուսանողներին հավաքի մասնակից դարձնելու հետ։ Զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ ռեպորտաժներ, որտեղից պարզ է դառնում, որ կոլեկտիվները խմբերով բերվել են հավաքների, զինվորների քվեարկության արդյունքները, իշխանական վարչական ռեսուրսի կիրառման բազմաթիվ դեպքերը, եղել են ահազանգումներ, մամուլի հրապարակումներ, կոնկրետ հաղորդումներ հանցագործությունների մասին, բոլորը առանց բացառության մնացել են անհետևանք եւ դրանցից ոչ մեկին ընթաց չի տրվել։ Այսինքն այս ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում չի եղել մի դեպք, որ ընտրական խախտում կատարելու ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվի կամ վարույթ նախաձեռնվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նրա համախոհների վստահված անձանց կամ падգամավորության տեխնացուների նկատմամբ։ Թիրախում եղել են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդ որում ընդդիմության ներկայացուցիչները թիրախում եղել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից անմիջապես հետո։ Այսինքն եւ նա Գյումրիում հայտարարեց, որ վաղը պետքա քրեական հետապնդում սկսի Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևայանի նկատմամբ,
հաջորդ օրը նրա նկարագրած գործողությունները նրա նկարագրած ժամկետներում տեղի են ունեցել։ Այսինքն պարզ էր, որ դա իրավապահ մարմինների արդարադատության իրականացման, հանցագործության բացահայտման մոտիվացիայով չի եղել, այլ եղել է քաղաքական կոնկրետ հանձնարարություն, ընտրական գործընթացի մասնակցող առանցքային քաղաքական ուժերի նկատմամբ։ Հիմա գանք զանգվածային ընտրակաշառքի դեպքերին, որը իրականացրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա գանք զանգվածային ընտրակաշառքի դեպքերին։ Զանգվածային ընտրակաշառքը իրականացվել է իշխանությունների կողմից։ Ինչպես է դա դրսևորվել։ Հիմնական ընտրակաշառքի նախ ասեմ ձեզ սահմանումը դա տալիս է քրեական օրենսգիրքը։ Ինչ է ասում։ Ընտրակաշառք տալը դա հատվածաբար եմ ներկայացնում այն մասը, որ ընտրություններն են։ Ընտրությանը մասնակցելու, ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք, ներառյալ դրամական միջոց, ծառայություն կամ որևէ այլ գույք առաջարկելը, խոստանալը կամ տալը։ Հիմա նայեք ինչ տեղի ունեցավ, այսինքն ինչ է իր էության մեջ ընտրակաշառքը, որ ընտրողին նյութապես շահագրգռում ես, կոնկրետ տալիս ես դրամական միջոց կամ ծառայություն կամ դրա խոստում, եւ դա այնպես է ազդում նրա վրա, որ նրա ընտրություն կատարելու գործոնը դառնում է հենց այդ ստացված նյութական միջոցը կամ ծառայությունը։ Հիմա տեսեք, այսինքն մարդիկ ընտրում են ոչ թե գնահատելով այս կամ այն քաղաքական ուժի գործունեությունը կամ նրա առաջարկած ծրագիրը, այլ տվյալ նյութական շահագրգռվածությունը, որ այդ պահին նրանք ստացել են տվյալ քաղաքական ուժի կողմից։ Հիմա գանք թոշակներին։ 2000 դեռևս 25 թվականի ընթացքում, այսինքն մինչև ընտրական գործընթացը, նախորդ տարի բազմաթիվ քաղաքական ուժեր, ես հիշում եմ հատկապես Հայաքվե քաղաքացիական միավորմանը, առաջարկում էին բարձրացնել թոշակները, ներկայացնելով դրա ոչ միայն սոցիալական հիմնավորումները, այլև մատնանշելով այն աղբյուրները, որոնցից կարելի է միջոցներ հավաքագրել եւ վճարել մեր քաղաքացիներին որպես թոշակներ։ Եվ այդ առաջարկները կառավարության կողմից ոչ միայն չեն ընդունվել, այլև եւ Նիկոլ Փաշինյանը, եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը դա համարել են որպես Հայաստանի իշխանությունների դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմի դրսևորում։ Այսինքն, որ պետությունը կարող է բարձրացնել թոշակները, բայց չի բարձրացնում այդ թոշակները։ Սա համարել են անիրատեսական, անհնարին մի բան եւ կառավարության ու պետության դեմ հիբրիդային պատերազմի դրսևորում տեղեկատվական գրոհի իմաստով։ Եվ այդպես էլ ընդունվել է 2026 թվականի պետական բյուջեն, դա ընդունվել է 25 թվականին եւ այդ բյուջեում թոշակների բարձրացման հարց չի նախատեսվել։ Անկամ ազգային ժողովում քննարկումներ են եղել, հարցեր են տրվել կառավարությանը, նրանք ասել են, որ դա հնարավոր չի եւ դա չի իրականացվելու։ Եվ ահա այն ժամանակ, երբ որ արդեն նախագահի կողմից սահմանվել էր ընտրությունների օրը, կառավարությունը առանց պետական բյուջեում փոփոխություն կատարելու, միայն կառավարության որոշմամբ 10,000-ական դրամով բարձրացնում է բոլոր թոշակառուների թոշակը։ Իսկ այնտեղ խոսքը վերաբերվում է մոտավորապես 600,000 մարդու։ Հիմա եթե այդ քվեները համադրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած քվեների հետ, ապա մեկին մեկ համընկնում էր կարող է դրանում տեսնեք։ Եվ մենք էլ ես ինքս անձամբ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպելով թոշակառուների լսել եմ նրանցից, որ նրանք շատ ուղիղ ասում են, որ իրենք պատրաստվում են ընտրել Նիկոլ Փաշինյանին միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը իրենց վճարել է 30,000 դրամ, այսինքն ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների համար թոշակներ։ Սա նշանակում է, որ պետական բյուջեի միջոցներով առանց բյուջեում փոփոխություն կատարելու, առանց որպես պետական քաղաքականություն 10,000-ական դրամով ընտրակաշառքա տրվել թոշակառուներ։ Իսկ թոշակառուները նախ մեծ թիվ են կազմում մեր հասարակության մեջ, նրանք բոլորը ունեն ընտրական իրավունք, այսինքն գումարները չի հատկացվել անչափահաս երեխաներին, դպրոցականներին։
այլ ընտրական իրավունք ունեցող մարդկանց, ընդ որում ընտրական գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերող մարդկանց, որովհետև թոշակառուները որպես կանոն չունենալով զբաղվածություն, չունենալով այլ հետաքրքրություններ, քաղաքականապես առավել ակտիվ են եւ ակտիվ են նաեւ ընտրությունների մասնակցության իմաստով։ Եվ ընտրելով այդ հասարակական շերտը, մոտ 500-ից 600,000 մարդ, նրանք տվել են ուղիղ ընտրակաշառք թոշակի ձևով, որը նրանք տարել եւ իդեպ ասեմ ձեզ, որ քանի որ դա բյուջեում նախատեսված չի բացառում, որ ընտրություններից հետո կառավարությունը հիմա հայտարարի, որ այլևս գումարները չեն բավարարում թոշակներ վճարելու համար եւ դադարեցնի դա։ Դա շատ հանգիստ կարող են անել, որովհետեւ բյուջեում նորից եմ կրկնում, նման գումարներ նախատեսված չեն։ Նույնը վերաբերվում է առողջապահության պարտադիր ապահովագրության ծրագրին, որը չնայած կառավարության գործունեության ծրագրում նշված էր, որ դա պետք է արվի 2021 թվականից սկսած, սակայն ամբողջ 5 տարվա ընթացքում կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել առողջապահության պարտադիր ապահովագրական համակարգ ներդնելու համար, եւ ահա 2026 թվականի հունվարից ընտրության նախօրեին այդ ծրագիրը ներդրվում է, եւ ներդրումը ինչի է հանգեցնում, որ բազմաթիվ աշխատող քաղաքացիների համար ըստ էության լրացուցիչ հարկ է սահմանվում որպես պարտադիր ապահովագրական վճար, դրա վճարումը իրականացում, այսինքն հարկում են մյուս մարդկանց, եւ այդ գումարներով սկսում են 65 տարեկանից բարձր մարդկանց մատուցել անվճար առողջապահական ծառայություններ, անվճար հատկացնել դեղեր, որը դառնում է նրանց համար ընտրական դիրքորոշում ձևավորելու հիմնական գործոն։ Ես ինքս նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ դեպքերի եմ հանդիպել, երբ որ քաղաքացիները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վճարել է իրանց վիրահատության գումարը, չգիտեմ, աչքերի վիրահատության համար, այլ վիրահատությունների, սրտի վիրահատության, սրտի ստենտ են դրել եւ այլն, եւ միայն դա բավարար է, որպեսզի իրենք ամբողջ ընտանիքով քվեարկեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այսինքն ակնհայտ է, որ դա ունեցել է ընտրակաշառքի նշանակություն եւ ազդեցություն։ Սա նույնպես ուղղված է եղել քաղաքականապես ակտիվ ընտրությունների մասնակցող 65 տարեկանից բարձր տարիքային խմբին։ Եվ որպես դրա նաեւ գնահատում առողջապահության նախարարը, որի դեպ այդ ծառայությունները իրականացվել են բուժ աշխատողների լրացուցիչ ծանրաբեռվածության եւ ցածր վարձատրության հաշվին, եւ նրանց էլ թույլ չեն տվել որևէ այլ գործունեություն ծավալել, դիմադրություն ցուցաբերել, սպառնալով աշխատանքից հեռացնելու հեռանկարով, այսինքն այդ իմաստով լինելով կաշկանդված բուժաշխատողները, նրանք էլ այդ ծառայությունները մատուցել են, արդյունքում առողջապահության նախարարը ընդգրկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ համարը, առաջին կին տեխնացուն է այդ ցանկում, եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ մայիսի 28-ին պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով, որի դեպ շատ բարձր շքանշան է եւ ազվագույն մարդիկ են, որոնք վաստակում են այդ շքանշանով պարգևատրվելու իրավունքը, բայց այս դեպքում ակնհայտ է, որ առողջապահության նախարարը առաջին աստիճանի ծառայությունները մատուցել ոչ թե հայրենիքին, այլ հայրենիքի գողին։ Մյուս ընտրակաշառքը, որը իրականացվեց էլի ընտրությունների շրջանում, դա զինվորական ծառայության ժամկետի կրճատումն էր։ Կառավարությունը նախատեսել էր այդ ծրագիրը իրականացնել վաղուց, բայց հասցրեցին իրականացրեցին միայն ընտրություններից առաջ։ Իդեպ քննարկումների արդյունքում, նույնիսկ օրենքի նախագծի առաջին թերսման ընդունման ժամանակ որոշում կայացվեց, որ զինծառայության ժամկետը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 2 տարվա փոխարեն տարուկես պետք է սահմանվի եւ ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում, այսինքն նոր պետք է ուժի մեջ մտներ, բայց հետո մեկ շաբաթյա ժամկետում որոշում կայացրեցին վերանայել ուժի մեջ մտնելու ժամկետը եւ զինծառայության ժամկետը կրճատելու գործողություն դրեցին այս ձմեռային զորակոչի ընթացքում, այսինքն ընտրություններից անմիջապես առաջ։ Ընտրակաշառքի մեկ այլ դրսևորում էր այսպես կոչված 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որը այդպես էլ փաստացի չի իրականացվել, այդ 300 խոստացված դպրոցներից կառուցվել է ընդամենը 60-ը եւ այն էլ իրականացվել է
Համաշխարհային բանկի տարբեր միջազգային կազմակերպություններ, ոչ միայն համաշխարհային, տարբեր միջազգային դոնոր կազմակերպություններից վերցված արտաքին պարտքի միջոցների հաշվին տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով։ Նույնը վերաբերում է նաև ճանապարհներին, որոնք մեծ մասը իրականացվել են արտաքին պարտքի միջոցներով։ Էլ չենք խոսում այն ընտրախախտումների վերաբերյալ, որոնք վերաբերվում են վարչական ռեսուրսների չարաշահմանը, մարզպետների, համայնքի ղեկավարների, վարչական ղեկավարների գործունեությանը։ Հիմա գանք ընտրությունների արդյունքներին։ Ինչ պատկեր ստացվեց այդ ընտրությունների արդյունքում։ Սկզբնական շրջանում ընտրությունների մասնակցելու հայտ էին ներկայացրել 19 քաղաքական ուժեր, որոնցից երկուսը ուժեղ Հայաստանը եւ Հայաստանը հանդես էին գալիս որպես ընտրական դաշինքներ, իսկ մյուս 17-ը որպես առանձին կուսակցություններ։ Նախընտրական շրջանում Ալյանս կուսակցությունը վերցրեց իր հայտը եւ ընտրությունների մասնակից մնացին 18 քաղաքական ուժեր։ Ինչն է հետաքրքիր, որ այդ քաղաքական ուժերի վարքագիծը, որոշումը գործընթացին մասնակցելու քաղաքականապես այդպես էլ որևէ հիմնավորում չունեցավ եւ իր հերթին պառակտում առաջացրեց մեր հասարակության մեջ։ Նրանց մեջ քիչ չէին քաղաքական ուժեր, որոնք մասնակցել էին նաեւ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ չէին կարողացել հաղթահարել նվազագույն շեմը, այսինքն արդեն իսկ նրանք ունեին մաթեմատիկական ճշտությամբ ցուցանիշներ, որ ընտրություններին շեմ հաղթահարելու 4%-ի շեմը հաղթահարելու իրական դժվարություններ եւ խնդիրներ պետք է ունենան։ Բայց իմանալով դա, տեսնելով դա, ընդ որում դիրքավորվելով որպես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժեր, նրանք մասնակցեցին նաեւ այս ընտրությանը եւ բոլորը առանց բացառության, ովքեր որ 21 թվին մասնակցել էին ու շեմ չէին հաղթահարել, բոլորը նաեւ այս 26 թվականի ընտրություններում շեմ չհաղթահարեցին։ Ինչ է նշանակում շեմը չհաղթահարել։ Ես հիմա սա կփորձեմ այս օրինակը ցույց տալ իմանալու համար, թե ինչ մեքենայություններով է Նիկոլ Փաշինյանը կարողացել 50%-ից ավել մանդատներ ունենալ խորհրդարանում։ Օրինակ, եթե ընտրական օրենսգիրքը, որը ընդունել է այս իշխանությունը, այդ շեմը սահմանելու, անցողիկ շեմ սահմաններ ոչ թե 4%-ը կուսակցությունների համար, այլ 2%-ը, անգամ 1%-ը երկրներ կան, որտեղ անցողիկ շեմը նաև 1%-ը։ Այդ նշանակում է, որ խորհրդարանում կլներ նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առանց որևէ նման խնդիրների, խնդիրների։ Խորհրդարանում կլներ Արման Թաթյանի գլխավորած Միասնության թևեր կուսակցությունը, խորհրդարանում կլներ Շնորհապետական կուսակցությունը, խորհրդարանում կլնեին 1%-ի շեմը հաղթահարած նաև այլ քաղաքական ուժեր։ Հետևաբար նաև այդ դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնություն չէր ունենա, որովհետև նրանք ստացել են անգամ այդ կեղծիքներից հետո ընտրողների ընդհանուր թվի, ցուցակային թվի ընդամենը 29%-ի կողմձայները եւ մասնակիցների թվի 49%-ի, այսինքն նրանք 50%-ից պակաս ձայներ են ստացել անգամ այս կեղծիքների պայմաններում։ Հետևաբար, եթե մյուս քաղաքական ուժերի ձայները չփոշիանային եւ դրանց հաշվին քաղաքացիական պայմանագիրը հավելյալ մանդատներ չունենար, Նիկոլ Փաշինյանը անգամ այս ընտրությունների արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն չէր ունենալու։ Այնպես որ բոլոր այն ուժերը, ովքեր որ ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել եւ չեն անցել խորհրդարան, իսկ իրանք եթե մասնակցում էին, պարտավոր էին իրատեսորեն գնահատել, օբյեկտիվորեն գնահատել իրենց կարողությունները եւ հասկանալ, եթե չեն անցնելու, ապա մասնակցության իմաստը որտեղ պետք է լիներ։ Հիմա իրենք մասնակցեցին, շեմը չհաղթահարեցին, արդյունքում դրանից օգտվել է Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր։ Այսինքն մարդը գնացել է հիմա փաստացի ընտրել է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, մտածել է, որ ինքը ընդդիմադիր գործ չի ընտրում, ու քանի բարոյ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել թեմատիկ զրույցների շարքը։ Այս շաբաթվա համար դժվար թե գտնվեր ավելի ակտուալ եւ հետաքրքիր թեմա, քան հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր ամփոփումները։ Մենք նախորդ շաբաթ չունեցանք թեմատիկ զրույց, որովհետեւ մեզ պետք էր հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում։ Կիրակի օրը հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց ամփոփիչ վերջնական արձանագրությունը
եւ հաստատեց իր որոշմամբ ընտրությունների արդյունքները։ Իհարկե ընտրությունների մասնակցող առանցքային ընդդիմադիր ուժերը անհամաձայնություն ունեին դրա վերաբերյալ եւ այդ անհամաձայնությունը արտահայտվել է նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մասնավորապես եւ Ուժեղ Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ներկայացվել էին բողոքներ, ինչպես առանձին ընտրատեղամասում վերաքվեարկություններ կազմակերպելու, իսկ Ուժեղ Հայաստանի առաջարկով նաեւ ամբողջ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ վերաքվեարկություն կազմակերպելու պահանջով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը արդարացրեց Նիկոլ Փաշինյանի սպասումները եւ մեր նախնական գնահատականները նրա քաղաքական ուղղվածության եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ենթակա լինելու վերաբերյալ, բնականաբար մերժեց այդ միջնորդությունները եւ հաստատեց վերջնական արդյունքները, ըստ որի ընտրություններում խորհրդան են անցնում 3 քաղաքական ուժեր, ակնհայտ ապօրինաբար զրկելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը խորհրդան անցնելու հնարավորությունից, փոշիացնելով Բարգավաճ Հայաստան կուսակցության վաստակած տասնյակ հազարավոր քվեները եւ դրանք բաժին հանելով առապելապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը սահմանադրական դատարան բողոքարկելու վերաբերյալ արդեն եղել են հայտարարություններ, թե Ուժեղ Հայաստանի, թե Հայաստան դաշինքի կողմից, կարծում եմ, որ այդ բողոքի կմիանան նաեւ այլ քաղաքական ուժեր եւս, որովհետեւ այն ինչին որ մենք ականատես ենք եղել, դա կապ ուներ բազմաթիվ գործընթացների, բայց ոչ երբեք ընտրությունների հետ։ Ընտրախախտումները այս ընտրություններում կրել են համատարած, զանգվածային, կազմակերպված եւ կանոնավոր բնույթ։ Եվ դրանք բնականաբար իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այս ամբողջ ժամանակահատվածում նրանք փորձում էին շինծու քրեական գործերով գործի դնելով ինչպես հակակոռուպցիոն ծառայությունը, ինչպես հակակոռուպցիոն կոմիտեն, այնպես էլ քննչական կոմիտեն քրեական վարույթներ շինծու նախաձեռնել ընդդիմադիր քաղաքական գործիչների, падգամավորի թեկնածուների, շտաբերի պատասխանատուների, վստահված անձանց նկատմամբ թվացյալ ընտրակաշառքների կամ հավաքների մարդկանց մասնակցության ապահովման եւ այլի շինծու գործերով, որոնցից ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը առանց բացառության դեռևս իրավական գնահատականի եւ հավաստիացման չի արժանացել եւ վստահ եմ, որ չի էլ արժանանա։ Բայց նրանք փորձում էին ընտրախախտումների մեղք բարթել ընդդիմության ներկայացուցիչների վրա, այն դեպքում, երբ որ ամբողջ աշխարհում ընտրախախտումներ անում են իշխանությունների ներկայացուցիչները։ Շատ տարօրինակ բան է ստացվում, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր, նա պնդում էր, որ բոլոր ընտրախախտումները, այդ թվում ընտրակաշառքները բաժանում են իշխանությունների ներկայացուցիչները։ Իսկ երբ որ ինքն է դարձել իշխանություն, ասում է, որ դա անում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Պարզ է, որ այդպես բան չի կարող լինել։ Ընտրություններում բոլոր տեսակի խախտումները եղել են, այդ թվում ընտրակաշառքի ակնհայտ դեպքեր, հիմա ես դրանք կներկայացնեմ կոնկրետ փաստերով եւ դրսեւորումներով, եւ դա իրականացվել է բացառապես իշխանության ներկայացուցիչների կողմից։ Պետք է արձանագրել, որ ընտրախախտումները եղել են ընտրական գործընթացի բոլոր փուլերում։ Այսինքն դեռ ընտրությունները չմեկնարկած ամբողջ քարոզարշավի ընթացքում, այդպես էլ քաղաքական գործընթացներում ամենաառանցքային քաղաքական ուժի առաջնորդը, Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, այդպես էլ զրկված եղավ քարոզարշավին ուղիղ մասնակցություն ունենալու հնարավորությունից։ Նա ապօրինաբար գտնվել է տնային կալանքի ռեժիմում, եւ որ նախաքննությունը վաղուց ավարտվել է, գործի ընթացքի վրա նա օբյեկտիվորեն որևէ ազդեցություն ունենալ չի կարող, եւ նա հանգիստ կարող էր գտնվել ազատության մեջ, մասնակցել քարոզարշավին։ Մենք կարող ենք հանդիպումների գնալ նրա առաջնորդությամբ եւ ակնհայտ է եւ բոլորին էր պարզ, թե ինչ մասշտաբներ էին լինելու, հասարակական ինչ տրամադրություններ են լինելու նրա մասնակցությամբ քարոզարշավ իրականացնելու դեպքում։ Բայց նա ապօրինաբար զրկված է եղել այդ հնարավորությունից։ Թիրախում Ուժեղ Հայաստանը եղել է ամբողջ ժամանակաշրջանում գրաֆիկով, գրեթե չի եղել մեկ օր, որ իրավապահ մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն կամ քննչական կոմիտեն չներխուժեն Ուժեղ Հայաստան դաշինքի մարզային գրասենյակներ կամ Երևան քաղաքում գտնվող տարբեր գրասենյակներ։ Երևի թե չի եղել Ուժեղ Հայաստանի որևէ գրասենյակ, որը չի եղել Թիրախում։ Եվ այդ գրողները պատահական չեն եղել, կրել են զանգվածային բնույթ։ Այդ գրողների հետևանքով
տեղի են ունեցել խուզարկություններ գրասենյակներում։ Խուզարկությունների արդյունքում առգրավել են համակարգիչներ, որտեղ առկա են եղել շտաբերի գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկություններ, եւ դրանք մինչ օրս չեն վերադարձվել ընտրական շտաբերին։ Իրականացվել է մասսայական ձերբակալություններ։ Ձերբակալությունների թիրախում եղել են եւ շտաբի պետերը, եւ գրասենյակի աշխատակիցները, անգամ հավաքարարներն են ձերբակալվել կամ հրավիրվել են հարցաքննության։ Սրանով նաև վախի մթնոլորտը մի քանի խնդիր են այդպես լուծել։ Առաջինը՝ նախ քարոզչական, կեղծ ձայնագրություններ, շինծու ձայնագրություններ, որը ոչ մեկին պարզ չի, արդյոք դրանք օրինական դատանի որոշմամբ են թե ոչ, արդյոք դրանք հավաստի են թե ոչ, արդյոք դրանք կապ ունեն այս ընտրական գործընթացների հետ, թե սովորական կենցաղային խոսակցություններ են, արդյոք դրանք ամբողջական են թե աղճատված։ Փաստաբանները պնդում են, որ դրանք բացառապես հիմնականում դրանք կեղծ եւ անհիմն գործընթացի հետ որևէ կապ չունեցող ձայնագրություններ են։ Բայց այդ ձայնագրությունները, որոնք պետք է հանդիսանային օրենքի տրամաբանությամբ նախաքննական գաղտնիք եւ որևէ դեպքում չպետք է հրապարակվեին, հրապարակվել են ուժեղ Հայաստանի գրասենյակ ներխուժումներից ժամեր անց։ Ժամը 10-ին ենթադրենք ներխուժում ա եղել առավոտը 8-ին որևէ գրասենյակ, ժամը 12-ին արդեն հրապարակում են ձայնագրություն։ Մինչ օրս ամբողջ YouTube-ը, քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն ողողել է տարբեր տիպի այսպես կոչված ձայնագրություններով, որոնք հետո ամբողջական տեսքով վերահեռարձակվել են հանրային հեռուստաընկերությամբ, իշխանական քարոզչական մեքենայի այլ լրատվական ալիքներով, փորձելով հասարակության մեջ ստեղծել քարոզչական այդպիսի ֆոն սուտ երևույթների գոյություն չունեցող հանցագործությունների վերաբերյալ, նախ քարոզչական իմաստով։ Երկրորդը ձերբակալելով մեր թիմակիցներին, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին, շտաբի պետերին, հասել են նաև պատգամավորության բազմաթիվ թեկնածուների։ Նրանք խափանել են քարոզչական կազմակերպական աշխատանքը ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Դա տեղի է ունեցել նաև լռության օրը, դա տեղի է ունեցել նաև քվեարկության օրը։ Ձերբակալվել են եւ ընտրական գործընթացին այդ օրը մասնակցելու հնարավորությունից զրկվել են նաև տասնյակ հարյուրավոր վստահված անձինք։ Այսինքն աշխատանքների խափանումը մեր եղել է երկրորդ հիմնական ֆունկցիան։ Երրորդ հիմնական ֆունկցիան այս ապօրինի գործողությունների դա վախի մթնոլորտի սերմանումն է, որպեսզի մարդիկ վախենան համագործակցել ուժեղ Հայաստանի հետ, չլինեն այդ ուժեղ Հայաստանի քաղաքական գործընթացի, քարոզչության գործընթացի կամավորներ, պատասխանատուներ, առհասարակ առնչություններ չունենան ուժեղ Հայաստանի հետ։ Եվ ինչ որ մի этаպում այս բռնաճնշումները նաև տարածվել են Հայաստան դաշինքի падգամավորների, տեխնացուների, շտաբերի վրա, իսկ մի этаպից նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակների աշխատակիցների եւ падգամավորի տեխնացուների նկատմամբ։ Իսկ այն դեպքերում, երբ որ բարձրաձայնումներ են եղել իշխանության ապօրինի գործողությունների վերաբերյալ, դրանք բոլորը առանց բացառության մնացել են անհետևանք։ Հիշում եք Արման Թաթոյանի արձանագրումները կապված քոլեջի տնօրենի աշխատակիցներին եւ ուսանողներին հավաքի մասնակից դարձնելու հետ։ Զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ ռեպորտաժներ, որտեղից պարզ է դառնում, որ կոլեկտիվները խմբերով բերվել են հավաքների, զինվորների քվեարկության արդյունքները, իշխանական վարչական ռեսուրսի կիրառման բազմաթիվ դեպքերը, եղել են ահազանգումներ, մամուլի հրապարակումներ, կոնկրետ հաղորդումներ հանցագործությունների մասին, բոլորը առանց բացառության մնացել են անհետևանք եւ դրանցից ոչ մեկին ընթաց չի տրվել։ Այսինքն այս ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում չի եղել մի դեպք, որ ընտրական խախտում կատարելու ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվի կամ վարույթ նախաձեռնվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նրա համախոհների, վստահված անձանց կամ падգամավորության տեխնացուների նկատմամբ։ Թիրախում եղել են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդ որում, ընդդիմության ներկայացուցիչները թիրախում եղել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից անմիջապես հետո։ Այսինքն եւ նա Գյումրիում հայտարարեց, որ վաղը պետքա քրեական հետապնդում սկսի Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևայանի նկատմամբ, հաջորդ օրը նրա նկարագրած գործողությունները նրա նկարագրած ժամկետներում տեղի են ունեցել։ Այսինքն պարզ էր, որ դա իրավապահ մարմինների արդարադատության իրականացման, հանցագործության բացահայտման մոտիվացիայով չի եղել, այլ եղել է քաղաքական կոնկրետ հանձնարարություն ընտրական գործընթացի մասնակցող առանցքային քաղաքական ուժերի նկատմամբ։ Հիմա գանք զանգվածային ընտրակաշառքի դեպքերին, որը իրականացրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա գանք զանգվածային ընտրակաշառքի դեպքերին։
Զանգվածային ընտրակաշառքը իրականացվել է իշխանությունների կողմից։ Ինչպես է դա դրսևորվել։ Հիմնական ընտրակաշառքի նախ ասեմ ձեզ սահմանումը դա տալիս է քրեական օրենսգիրքը։ Ինչ է ասում։ Ընտրակաշառք տալը դա հատվածաբար եմ ներկայացնում այն մասը, որ ընտրություններն ընտրությանը մասնակցելու, ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք, ներառյալ դրամական միջոց, ծառայություն կամ որևէ այլ գույք առաջարկելը, խոստանալը կամ տալը։ Հիմա նայեք ինչ տեղի ունեցավ, այսինքն ինչ է իր էության մեջ ընտրակաշառքը, որ ընտրողին նյութապես շահագրգռում ես, կոնկրետ տալիս ես դրամական միջոց կամ ծառայություն կամ դրա խոստում, եւ դա այնպես է ազդում նրա վրա, որ նրա ընտրություն կատարելու գործոնը դառնում է հենց այդ ստացված նյութական միջոցը կամ ծառայությունը։ Հիմա տեսեք, այսինքն մարդիկ ընտրում են ոչ թե գնահատելով այս կամ այն քաղաքական ուժի գործունեությունը կամ նրա առաջարկած ծրագիրը, այլ տվյալ նյութական շահագրգռվածությունը, որ այդ պահին նրանք ստացել են տվյալ քաղաքական ուժի կողմից։ Հիմա գանք թոշակներին։ 2000 դեռևս 25 թվականի ընթացքում, այսինքն մինչև ընտրական գործընթացը, նախորդ տարի բազմաթիվ քաղաքական ուժեր, ես հիշում եմ հատկապես Հայաքվե քաղաքացիական միավորմանը, առաջարկում էին բարձրացնել թոշակները, ներկայացնելով դրա ոչ միայն սոցիալական հիմնավորումները, այլև մատնանշելով այն աղբյուրները, որոնցից կարելի է միջոցներ հավաքագրել եւ վճարել մեր քաղաքացիներին որպես թոշակներ։ Եվ այդ առաջարկները կառավարության կողմից ոչ միայն չեն ընդունվել, այլև եւ Նիկոլ Փաշինյանը, եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը դա համարել են որպես Հայաստանի իշխանությունների դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմի դրսևորում։ Այսինքն, որ պետությունը կարող է բարձրացնել թոշակները, բայց չի բարձրացնում այդ թոշակները։ Սա համարել են անիրատեսական, անհնարին մի բան եւ կառավարության ու պետության դեմ հիբրիդային պատերազմի դրսևորում տեղեկատվական գրոհի իմաստով։ Եվ այդպես էլ ընդունվել է 2026 թվականի պետական բյուջեն, դա ընդունվել է 25 թվականին եւ այդ բյուջեում թոշակների բարձրացման հարց չի նախատեսվել։ Անկամ ազգային ժողովում քննարկումներ են եղել, հարցեր են տրվել կառավարությանը, նրանք ասել են, որ դա հնարավոր չի եւ դա չի իրականացվելու։ Եվ ահա այն ժամանակ, երբ որ արդեն նախագահի կողմից սահմանվել էր ընտրությունների օրը, կառավարությունը առանց պետական բյուջեում փոփոխություն կատարելու, միայն կառավարության որոշմամբ 10,000-ական դրամով բարձրացնում է բոլոր թոշակառուների թոշակը։ Իսկ այնտեղ խոսքը վերաբերվում է մոտավորապես 600,000 մարդու։ Հիմա եթե այդ քվեները համադրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած քվեների հետ, ապա մեկին մեկ համընկնում էր կարող է դրանում տեսնեք։ Եվ մենք էլ ես ինքս անձամբ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպելով թոշակառուների լսել եմ նրանցից, որ նրանք շատ ուղիղ ասում են, որ իրենք պատրաստվում են ընտրել Նիկոլ Փաշինյանին, միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը իրենց վճարել է 30,000 դրամ, այսինքն ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների համար թոշակներ։ Սա նշանակում է, որ պետական բյուջեի միջոցներով առանց բյուջեում փոփոխություն կատարելու, առանց որպես պետական քաղաքականություն 10,000-ական դրամով ընտրակաշառքա տրվել թոշակառուներ։ Իսկ թոշակառուները նախ մեծ թիվ են կազմում մեր հասարակության մեջ, նրանք բոլորը ունեն ընտրական իրավունք, այսինքն գումարները չի հատկացվել անչափահաս երեխաներին, դպրոցականներին, այլ ընտրական իրավունք ունեցող մարդկանց, ընդ որում ընտրական գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերող մարդկանց, որովհետև թոշակառուները որպես կանոն չունենալով զբաղվածություն, չունենալով այլ հետաքրքրություններ, քաղաքականապես առավել ակտիվ են եւ ակտիվ են նաեւ ընտրությունների մասնակցության իմաստով։ Եվ ընտրելով այդ հասարակական շերտը, մոտ 500-ից 600,000 մարդ, նրանք տվել են ուղիղ ընտրակաշառք թոշակի ձևով, որը նրանք տարել եւ իդեպ ասեմ դες, որ քանի որ դա բյուջեում նախատեսված չի բացառում, որ ընտրություններից հետո կառավարությունը հիմա հայտարարի, որ այլևս գումարները չեն բավարարում թոշակներ վճարելու համար եւ դադարեցնի դա։ Դա շատ հանգիստ կարող են անել, որովհետեւ բյուջեում նորից եմ կրկնում նման գումարներ
նախատեսված չեն։ Նույնը վերաբերվում է առողջապահության պարտադիր ապահովագրության ծրագրին, որը չնայած կառավարության գործունեության ծրագրում նշված էր, որ դա պետք է արվի 2021 թվականից սկսած, սակայն ամբողջ 5 տարվա ընթացքում կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել առողջապահության պարտադիր ապահովագրական համակարգ ներդնելու համար, եւ ահա 2026 թվականի հունվարից ընտրության նախօրեին այդ ծրագիրը ներդրվում է, եւ ներդրումը ինչի է հանգեցնում, որ բազմաթիվ աշխատող քաղաքացիների համար ըստ էության լրացուցիչ հարկ է սահմանվում որպես պարտադիր ապահովագրական վճար, դրա վճարումը իրականացում, այսինքն հարկում են մյուս մարդկանց, եւ այդ գումարներով սկսում են 65 տարեկանից բարձր մարդկանց մատուցել անվճար առողջապահական ծառայություններ, անվճար հատկացնել դեղեր, որը դառնում է նրանց համար ընտրական դիրքորոշում ձևավորելու հիմնական գործոն։ Ես ինքս նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ դեպքերի եմ հանդիպել, երբ որ քաղաքացիները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վճարել է իրանց վիրահատության գումարը, չգիտեմ, աչքերի վիրահատության համար, այլ վիրահատությունների, սրտի վիրահատության, սրտի ստենտ են դրել եւ այլն, եւ միայն դա բավարար է, որպեսզի իրենք ամբողջ ընտանիքով քվեարկեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այսինքն ակնհայտ է, որ դա ունեցել է ընտրակաշառքի նշանակություն եւ ազդեցություն։ Սա նույնպես ուղղված է եղել քաղաքականապես ակտիվ ընտրությունների մասնակցող 65 տարեկանից բարձր տարիքային խմբին։ Եվ որպես դրա նաեւ գնահատում առողջապահության նախարարը, որի դեպ այդ ծառայությունները իրականացվել են բուժ աշխատողների լրացուցիչ ծանրաբեռվածության եւ ցածր վարձատրության հաշվին, եւ նրանց էլ թույլ չեն տվել որևէ այլ գործունեություն ծավալել, դիմադրություն ցուցաբերել, սպառնալով աշխատանքից հեռացնելու հեռանկարով, այսինքն այդ իմաստով լինելով կաշկանդված բուժաշխատողները, նրանք էլ այդ ծառայությունները մատուցել են, արդյունքում առողջապահության նախարարը ընդգրկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ համարը, առաջին կին տեխնացուն այդ ցանկում, եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ մայիսի 28-ին պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով, որի դեպ շատ բարձր շքանշան է եւ ազգագույն մարդիկ են, որոնք վաստակում են այդ շքանշանով պարգևատրվելու իրավունքը, բայց այս դեպքում ակնհայտ է, որ առողջապահության նախարարը առաջին աստիճանի ծառայությունները մատուցել ոչ թե հայրենիքին, այլ հայրենիքի գողին։ Մյուս ընտրակաշառքը, որը իրականացվեց էլի ընտրությունների շրջանում, դա զինվորական ծառայության ժամկետի կրճատումն էր։ Կառավարությունը նախատեսել էր այդ ծրագիրը իրականացնել վաղուց, բայց բերեցին, հասցրեցին, իրականացրեցին միայն ընտրություններից առաջ։ Իդեպ քննարկումների արդյունքում, նույնիսկ օրենքի նախագծի առաջին թերսման ընդունման ժամանակ որոշում կայացվեց, որ զինծառայության ժամկետը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 2 տարվա փոխարեն տարուկես պետքա սահմանվի եւ ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում, այսինքն նոր պետքա ուժի մեջ մտներ, բայց հետո մեկ շաբաթյա ժամկետում որոշում կայացրեցին վերանայել ուժի մեջ մտնելու ժամկետը եւ զինծառայության ժամկետը կրճատելու գործողություն դրեցին այս ձմեռային զորակոչի ընթացքում, այսինքն ընտրություններից անմիջապես առաջ։ Ընտրակաշառքի մեկ այլ դրսևորում էր այսպես կոչված 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որը այդպես էլ փաստացի չի իրականացվել, այդ 300 խոստացված դպրոցներից կառուցվել է ընդամենը 60-ը եւ այն էլ իրականացվել է համաշխարհային բանկի տարբեր միջազգային կազմակերպություններ, ոչ միայն համաշխարհային, տարբեր միջազգային դոնոր կազմակերպություններից վերցված արտաքին պարտքի միջոցների հաշվին տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով։ Նույնը վերաբերում է նաև ճանապարհներին, որոնք մեծ մասը իրականացվել են արտաքին պարտքի միջոցներով։ Էլ չենք խոսում այն ընտրախախտումների վերաբերյալ, որոնք վերաբերվում են վարչական ռեսուրսների չարաշահմանը, մարզպետների, համայնքի ղեկավարների, վարչական ղեկավարների գործունեությանը։ Հիմա գանք ընտրությունների արդյունքներին։ Ինչ պատկեր ստացվեց այդ ընտրությունների արդյունքում։ Սկզբնական շրջանում ընտրությունների մասնակցելու հայտ էին ներկայացրել 19 քաղաքական ուժեր, որոնցից երկուսը Ուժեղ Հայաստանը եւ Հայաստանը հանդես էին գալիս որպես ընտրական դաշինքներ,
իսկ մյուս 17-ը որպես առանձին կուսակցություններ։ Նախընտրական շրջանում Ալյանս կուսակցությունը վերցրեց իր հայտը եւ ընտրությունների մասնակից մնացին 18 քաղաքական ուժեր։ Ինչն է հետաքրքիր, որ այդ քաղաքական ուժերի վարքագիծը, որոշումը գործընթացին մասնակցելու քաղաքականապես այդպես էլ որևէ հիմնավորում չունեցավ եւ իր հերթին պառակտում առաջացրեց մեր հասարակության մեջ։ Նրանց մեջ քիչ չէին քաղաքական ուժեր, որոնք մասնակցել էին նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ չէին կարողացել հաղթահարել նվազագույն շեմը, այսինքն արդեն իսկ նրանք ունեին մաթեմատիկական ճշտությամբ ցուցանիշներ, որ ընտրություններին շեմ հաղթահարելու 4%-ի շեմը հաղթահարելու իրական դժվարություններ եւ խնդիրներ պետք է ունենան։ Բայց իմանալով դա, տեսնելով դա, ընդ որում դիրքավորվելով որպես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժեր, նրանք մասնակցեցին նաև այս ընտրությանը եւ բոլորը առանց բացառության, ովքեր որ 21 թվին մասնակցել էին ու շեմ չէին հաղթահարել, բոլորը նաև այս 26 թվականի ընտրություններում շեմ չհաղթահարեցին։ Ինչ է նշանակում շեմը չհաղթահարել։ Ես հիմա սա կփորձեմ այս օրինակը ցույց տալ իմանալու համար, թե ինչ մեքենայություններով է Նիկոլ Փաշինյանը կարողացել 50%-ից ավել մանդատներ ունենալ խորհրդարանում։ Օրինակ, եթե ընտրական օրենսգիրքը, որը ընդունել է այս իշխանությունը, այդ շեմը սահմանելու, անցողիկ շեմ սահմաններ ոչ թե 4%-ը կուսակցությունների համար, այլ 2%-ը, անգամ 1%-ը երկրներ կան, որտեղ անցողիկ շեմը նաև 1% է։ Այդ նշանակում է, որ խորհրդարանում կլներ նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առանց որևէ նման խնդիրների, խնդիրների։ Խորհրդարանում կլներ Արման Թաթյանի գլխավորած Միասնության թևեր կուսակցությունը, խորհրդարանում կլներ Շնորհապետական կուսակցությունը, խորհրդարանում կլնեին 1%-ի շեմը հաղթահարած նաև այլ քաղաքական ուժեր։ Հետևաբար նաև այդ դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնություն չէր ունենա, որովհետև նրանք ստացել են անգամ այդ կեղծիքներից հետո ընտրողների ընդհանուր թվի, ցուցակային թվի ընդամենը 29%-ի կողմձայները եւ մասնակիցների թվի 49%-ի կողմ, այսինքն նրանք 50%-ից պակաս ձայներ են ստացել անգամ այս կեղծիքների պայմաններում։ Հետևաբար, եթե մյուս քաղաքական ուժերի ձայները չփոշիանային եւ դրանց հաշվին քաղաքացիական պայմանագիրը հավելյալ մանդատներ չունենար, Նիկոլ Փաշինյանը անգամ այս ընտրությունների արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն չէր ունենալու։ Այնպես որ բոլոր այն ուժերը, ովքեր որ ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել եւ չեն անցել խորհրդարան, իսկ իրանք եթե մասնակցում էին, պարտավոր էին իրատեսորեն գնահատել, օբյեկտիվորեն գնահատել իրենց կարողությունները եւ հասկանալ, եթե չեն անցնելու, ապա մասնակցության իմաստը որտեղ պետք է լիներ։ Հիմա իրենք բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքում մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել թեմատիկ զրույցների հերթական շարքի հերթական թողարկումը։ Այս անգամ ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ Նիկոլ Փաշինյանի գաղտնի ծրագրերը։ Այսինքն այն ծրագրերը, որոնց մի մասը արտացոլված է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, իսկ մի մասը պետք է փնտրել դրանց ենթատեքստում։ Ես մեծ ուշադրությամբ եմ հետևել թե Քարոզ Արշավին, թե Քարոզ Արշավի ընթացքում նրա ունեցած հայտարարություններին եւ նաեւ նախընտրական ծրագրին, որով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որի մասին այդպես էլ ոչ մի բառ գրեթե չի խոսել նախընտրական Քարոզ Արշավի ժամանակ։ Նախընտրական Քարոզ Արշավը ընդամենը 1 ամիս առաջ էր եւ բոլորդ եք հիշում, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները կամ նրա կողմնակիցների ելույթները երբեք ծրագրային չեն եղել։ Դրանք երբեք չեն վերաբերվել կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իրենց նախընտրական ծրագրերին։ Չեն վերաբերել այն նպատակներին, խնդիրներին, որոնք նրանք ուզում են իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում։ Նախընտրական Քարոզ Արշավը նա հանրության ուշադրությունը շեղում էր տարբեր ուտելիքներ ուտելով եւ ընտրությունների հետ կապ չունեցող տարբեր կոշտ, գռեհիկ, վիրավորական, սպառնալի հայտարարություններով, որոնք հայտարարություններից բացի վերածվում էին քաղաքական ընդդիմախոսների դեմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողությունների։ Եվ այդպես էլ չխոսելով իր ծրագրերի մասին, բայց այդ ծրագրերը պաշտոնապես ներկայացնելով,
Նա հիմա ստանալով կեղծ ընտրությունների արդյունքում որոշակի քվեներ, արդեն կարող է ասել, որ իմ ներկայացրած ծրագրերին ժողովուրդը տվել է իր համաձայնությունը, հետևաբար ես պետք է իրականացնեմ այդ ծրագրերը։ Իսկ թե որոնք են այդ ծրագրերը, մենք հիմա կփորձենք հասկանալ այս թեմատիկ զրույցի ընթացքում։ Նախ ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել ադրբեջանական պատվիրակությունների այցերին Հայաստան, որոնք եղել են ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հետընտրական շրջանում։ Սա չափազանց կարևոր է, որովհետև բազմիցս է հաստատվել այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց է հայտնվել ադրբեջանա-թուրքական իշխանությունների վերահսկողության ներքո եւ անկախ այն բանից, թե ինչ ծրագրեր է ներկայացնում հայ հանրությանը, նա կատարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների պահանջները։ Այդպես է եղել նաեւ 2021-26 թվականների ընթացքում։ Եթե դուք հիմա նայեք 21-26 թվականների կառավարության գործունեության ծրագիրը եւ այն փաստացի իրողությունները, որոնք հաստատվել են այդ ժամանակաշրջանում, ապա կտեսնեք, որ դրանց մեջ ոչ մի ընդհանրություն չկա։ Այսինքն 21 թվականին ընտրությունների ժամանակ հայ հանրությանը ներկայացվել են այլ ծրագրեր, իրականություն են դարձել այլ ծրագրեր, իսկ այդ այլ ծրագրերը մշակվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Դա ուղիղ համապատասխանել է Իլհամ Ալիևի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի այլ պաշտոնյաների պահանջներին եւ խոսույթներին։ Նույնը տեղի է ունենում հիմա։ Այսինքն Հայաստանի իշխանությունները սկսել են ուղիղ շփումներ հաստատել ադրբեջանական իշխանությունների հետ, փաստացի ստանալով նրանցից հանձնարարություններ եւ այդ հանձնարարությունները կյանքի կոչելով օգտագործելով Հայաստանի ժողովրդի իշխանությունը։ Այդպիսի տարօրինակ, չափազանց տարօրինակ ու մութ իր բնությամբ հանդիպում տեղի ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում 2026 թվականի ապրիլի 29-ին, երբ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակությունը։ Շահին Մուստաֆայևը, որը նաև հանդիսանում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հարցերով հանձնաժողովի նախագահը ադրբեջանական կողմից, նա միաժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն է, որը համակարգում է տնտեսական ոլորտի հարաբերությունները։ Նրա հայաստանյան գործընկերը փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն է, որի հետ նրանք պարբերաբար հանդիպումներ են իրականացնում։ Եվ չնայած այն բանին, որ սահմանային հանձնաժողովները ստեղծվել են դեռևս 2022 թվականի մայիսի 23-ից, իսկ նրանց կանոնակարգը հաստատվել է 2024 թվականի օգոստոսի 30-ից, մինչ օրս այդ հանձնաժողովները ոչ մի միլիմետրի սահմանի սահմանազատում եւ սահմանագծում չեն իրականացրել։ Այնինչ որ ներկայացում է սահմանազատում Տավուշի մարզում, դա ընդամենը հայկական կողմից 4 գյուղերի եւ դրանց հարակից տարածքների հանձնումն է եղել Ադրբեջանին առանց որևէ իրավական հիմքի, ընդ որում առանց մինչ այդ հանձնաժողովների կանոնակարգերի վավերացման։ Այսինքն միայն այս հանձնաժողովները ապահովում են Հայաստանից ապօրինաբար տարածքների հանձնում Ադրբեջանին։ Բայց անգամ այս պայմաններում այս հանձնաժողովների գործունեությունը տապալված է եւ հանձնաժողովներն անցել են տնտեսական համագործակցության հարցեր քննարկելուց։ Շահին Մուստաֆայևը Հայաստան էր եկել օթանավով, որպեսզի մեր աչքը սովորի Երևանի Զվարթնոց օթանավակայանում Ադրբեջան գրառությամբ օթանավ տեսնելուն, որից հետո նրանք ուղևորվել էին հայկական հանգստավայրերից մեկը, Աղվերյան քաղաք, եւ անվտանգության նախադեպ միջոցառումների հսկողության ներքո իրականացրել էին իրենց հանդիպումը։ Դրանից առաջ նրանք հանդիպել էին Ադրբեջանի Գեբալա քաղաքում, որտեղ որ այդ հանդիպումից հետո սկսվել է Հայաստանի տարածք ադրբեջանական դիզվառելիքի եւ բենզինի ներմուծումը դեպի Հայաստան։ Այսինքն քննարկվել են նաեւ ըստ իրենց հաղորդումների այլ ապրանքներ Հայաստանից Ադրբեջան արտահանելու, ինչը մինչ օրս այդպես էլ տեղի չի ունեցել, եւ ադրբեջանական այլ ապրանքներ Հայաստան ներմուծելու համար, ինչը նույնպես մինչ օրս տեղի չի ունեցել։ Այսինքն այս հանձնաժողովները այլևս սահմանային հարցերը քննարկելու փոխարեն անցել են միջկառավարական հանձնաժողովի ձևաչափի քննարկելով առևտրատնտեսական համագործակցության հարցեր, ինչի իրավունքը նրանք չունեն, այն պարզ պատճառով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, գոյություն չունեն առևտրատնտեսական կապեր, այդ թվում այդ հանձնաժողովները չունեն նման մանդատ, նման հարցեր քննելու նպատակով։ Բայց Շահին Մուստաֆայևի հետ Հայաստանը են եկել ոչ միայն սահմանային հանձնաժողովի անդամները, այլև ադրբեջանցի գործարարներ, հայկական կողմից նույնպես
այդ հանձնաժողովի նիստին հրավիրվել են հայաստանյան գործարարներ, որպեսզի ադրբեջանցի իրենց գործընկերների հետ քննարկեն հետագա առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր։ Սա չափազանց կարևոր է, որովհետև սրանով փաստացի Հայաստանը հայտնվում է ադրբեջանական տնտեսական վերահսկողության ներքո եւ Ադրբեջանն է դառնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող առաջնային ապրանքների մատակարարը, ինչի խափանումների դեպքում Հայաստանի անվտանգությանը, տնտեսական անվտանգությանը սպառնում են լրջագույն մարտահրավերներ։ Եվ ահա Շահին Մուստաֆայևի այցից հետո ընտրություններից մեկ շաբաթ անց, ճիշտ այն օրը, հունիսի 14-ին, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկոյան պետքա ամփոփեր ընտրությունների արդյունքները եւ կազմեր վերջնական արձանագրություն, լուր տարածվեց, որ ցամաքային սահմանով Հայաստանը ժամանել ադրբեջանցի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևը, որի հայաստանյան գործընկերն է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հիկմետ Հաջիևի պաշտոնը չափազանց կարևոր է, նա ուղիղ կապված է Ադրբեջանի նախագահի հետ, այսինքն նա չի կարող անել որևէ քայլ, գործողություն, հայտարարություն, առավել եւս այցելություն, առավել եւս Հայաստան առանց Ադրբեջանի նախագահի ոչ միայն համաձայնության, այլ հանձնարարության։ Այսինքն ստացվում է, որ Իլհամ Ալիևը հանձնարարել է, որպեսզի Հիկմետ Հաջիևը ընտրություններից անմիջապես հետո այցելի Հայաստան։ Հետաքրքիր է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Արմեն Գրիգորյանը Հիկմետ Հաջիևի հետ քննարկել է խաղաղության օրակարգի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Իսկ որոնք կարող են լինել այդ հարցերը։ Մենք երեխաներ չենք եւ շատ լավ ենք տիրապետում այս իրավիճակին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր գոյություն չունի։ Ոչ մի իրավական փաստաթուղթ չկա, որը կարող է տևական հրադադար հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Միակ փաստաթուղթը խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը դեռևս պայմանագիր չի, դա 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրն է, որը նախաստորագրելուց անմիջապես հետո, նախ ասեմ, որ դրա բոլոր 17 կետերը մշակվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում, այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը, դրանց վերաբերյալ լուրջ առարկություններ է ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, նրա 3 կետերի վերաբերյալ ունենալով այն աստիճանի առարկություններ, որ հրաժարվել է ստորագրել այդ համաձայնագիրը այդ 3 կետերի խմբագրությամբ, սակայն ի վերջո Նիկոլ Փաշինյանը տեղի է տվել եւ ստորագրվել է այդ փաստաթուղթը բացառապես ադրբեջանական շահերից ելնելով։ Եվ անգամ այդ պայմաններում Ադրբեջանը լրացուցիչ բանավոր նախապայման է ներկայացրել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։ Այդ նախապայմանը Հայաստանի նոր սահմանադրության ընդունումն է, որը այլևս չպետք է հղում պարունակի Հայաստանի անկախության հռչակագրին, այսինքն այն փաստաթղթին, որով ստեղծվել է այն պետությունը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն Իլհամ Ալիև այդ պահանջով փաստացի ուզում է վերացնել Հայաստանի Հանրապետություն անվանումով պետության գոյությունը։ Եվ այս նոր սահմանադրության ընդունման համար ներկայացվել է շատ հստակ պահանջ, որ դա պետք է տեղի ունենա ամբողջությամբ, այսինքն հանրաքվեի միջոցով։ Իսկ ինչ է անհրաժեշտ հանրաքվեի միջոցով սահմանադրություն ընդունելու համար։ Անհրաժեշտ է, որպեսզի ազգային ժողովը կայացնի հանրաքվե նախաձեռնելու մասին որոշում։ Դրա համար ազգային ժողովը պետք է որոշում կայացնի падգամավորների ընդհանուր թվի ձայների 2/3-ով։ Այդպիսի հարաբերակցություն 2026 թվականի հունիսի 7-ին խորհրդարան անցած քաղաքական ուժերից ոչ ոք, այդ թվում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի։ Պատահական չի, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել էր, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում չստանա խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն, ապա 2026 թվականի սեպտեմբերին լինելու է մեծ պատերազմ։ Սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ ասեմ, որ նշվել է սեպտեմբեր ամիսը, որովհետև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում բոլոր մեծ պատերազմները տեղի են ունեցել հենց սեպտեմբեր ամսվա ընթացքում։ 2020 թվականի քարոզիա պատերազմը սկսել է սեպտեմբեր ամսին, 2022 թվականին ջերմուկյան պատերազմը
սկսել է սեպտեմբեր ամսին, 2023 թվականին Արցախի վրա մեկօրյա պատերազմը եւ արցախցիների բռնի տեղահանությունը եղել է սեպտեմբեր ամսին։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը գուժում է 2026 թվականի սեպտեմբերին նոր պատերազմի հնարավորության մասին։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս խորհրդանում չունի ձայների 2/3 հարաբերակցություն, այսինքն նշանակում է, որ նրանք չեն կարող նախաձեռնել սահմանադրական հանրաքվե։ Եթե սահմանադրական հանրաքվե տեղի չունեցավ, ապա չի ստորագրվելու նաև խաղաղության պայմանագիրը։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի վրա էր կառուցված Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը, որովհետև նա ոչ քարոզարշավի ընթացքում մեր ընտրողներին հանդես է եկել խաղաղության օրակարգով, իր շապիկի, գլխարկի, տարբեր քարոզչամիջոցների վրա օգտագործելով խաղաղություն բառը եւ կոչ անելով քաղաքացիներին տեր կանգնել այդ խաղաղությանը։ Հիմա պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի հնարավորություն այդ խաղաղությունը հաստատելու համար եւ ըստ իր հայտարարությունների այս տարվա սեպտեմբերին հնարավոր է նոր նրա պաշտոնավարման շրջանի 4-րդ մեծ պատերազմը։ Այս պատերազմի վտանգը նաև կայանում է դրանում, որ Իրան, Միացյալ Նահանգներ հակամարտության լուծումներ են գտնվում եւ այդ լուծումներում չափազանց շահեկան դիրքերում է կարծես թե հայտնվում Իրանը, որը ի սկզբանե դեմ է եղել հայ-ամերիկյան եւ ադրբեջանական կողմի հետ կնքված եռակողմ փաստաթղթին, որով ստեղծվել է TRIP նախագիծը, պետք է ստեղծվել TRIP նախագիծը, ես տեսականորեն նկատի ունեմ, որովհետեւ գործնականում այն այլևս գոյություն չունի, ինչը ապահովելու էր Ադրբեջանի հիմնական մասի հուսալի ցամաքային կապը Նախիջևան անկլավի հետ։ Իդեպ ասեմ, որ տևական ժամանակ է, որ այլևս ոչ ոք, ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում եւ ոչ Միացյալ Նահանգներում այլևս չեն խոսում TRIP-ի դրա իրականացման հնարավորությունների մասին։ Այս տարվա օգոստոսի 8-ին կլրանա արդեն 1 տարի, որ ստորագրվել է այդ համաձայնագիրը եւ այդ 1 տարվա ընթացքում ոչ մի գործնական քայլ չի իրականացվել այն կյանքի կոչելու համար։ Ոչ մի միլիմետր երկաթուղի կամ ավտոմոբիլային ճանապարհ չի կառուցվել այդ ենթակառուցվածքային ծրագիրը իրականացնելու համար։ Սա նշանակում է, որ վտանգված է TRIP-ի միջոցով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելու ադրբեջանական ծրագիրը, իսկ նշանակում է, որ Ադրբեջանը չհրաժարվելով Նախիջևանի հետ հուսալի ցամաքային կապ ունենալու իր ռազմավարական ծրագրերից հնարավոր է այդ խնդիրը լուծի այլ տարբերակով։ Իսկ այդ տարբերակը, ինչպես արդեն ասել է Նիկոլ Փաշինյանը, կարող է լինել այս տարվա սեպտեմբերին նախատեսվող պատերազմը։ Սահմանադրական նոր նախագծի վերաբերյալ Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը դեռևս նախընտրական քարոզարշավից առաջ հայտարարել էր, որ այդ նախագիծը պատրաստ կլինի 26 թվականի մարտ ամսին եւ ընտրություններից առաջ այն կներկայացվի հանրության ուշադրությանը։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, սիրելի քաղաքացիներ, որ մինչ օրս սահմանադրական փոփոխությունների նախագիծ արդարադատության նախարարը հանրության ուշադրությանը չի ներկայացվել։ Այնքան, եթե այն պատրաստ է, ապա այն հանրությունից գաղտնի է պահվում։ Պետք է միայն կռահել, թե որը կարող է լինել այդ գաղտնիքի պատճառը։ Այսինքն, այն խոստումներից մեկը, որը տվել է Նիկոլ Փաշինյանը Ալիևին, եւ այն գաղտնի խոստումներից մեկը, դա սահմանադրության ընդունումն է, որի իրականացման հետ կապված նա կանգնել է լուրջ դժվարությունների առջև եւ ես վստահ եմ, առավել քան վստահ եմ, որ Հիկմետ Հաջիևի այցելություն ընտրություններից հետո իդեպ դա եղել է առաջին արտասահմանյան պատվիրակության այցը Հայաստան ընտրություններից հետո, հենց այդ նպատակն է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ քննարկել նոր հնարավոր զարգացումների եւ սցենարների հարցերի։ Դեպ ասեմ, որ հաջորդ հանդիպումը Հիկմետ Հաջիևի հետ Արմեն Գրիգորյանի ըստ պաշտոնական արձանագրության նախատեսված է Ադրբեջանում, իսկ հետագայում պարզվեց, որ այդ Ադրբեջանը դա հայկական Շուշի քաղաքն է։ Այսինքն սա էլ իր մեջ չափազանց կարևոր խորհուրդ է պարունակում։ Հիմա գանք հաջորդ հարցին, հաջորդ գաղտնի խոստմանը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Ադրբեջանին, անկլավների հանձնում։ Նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր հետագա պաշտոնավարման շրջանում նա Ադրբեջանին է հանձնելու 3 առնվազն տարածքներ, որոնք Ադրբեջանը համարում է իրեն պատկանող անկլավներ։
Խոսքը վերաբերվում է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրին, ինչպես նաև Տավուշի մարզից առանձին տարածքներին։ Այս համատեքստում անիմաստ եւ անմիտ քննարկումներ են ծավալում նաև Արցվաշենի վերաբերյալ, որը անկլավ է դարձել այլ հանգամանքներում ադրբեջանական։ Բայց այստեղ կարևոր է մի շատ կարևոր եւ սկզբունքային ռազմավարական նշանակություն։ Խնդիրը կայանում է դրանում, որ Արցվաշենը ինքը լինելով մեկուսացված տարածք եւ չունենալով ոչ մի ռազմավարական նշանակություն, այն համադրության մեջ է դրվում Տիգրանաշենի եւ Տավուշի մարզի տարածքների հետ, որոնցով անցնում են միջպետական ճանապարհներ։ Մասնավորապես Տիգրանաշեն համայնքի տարածքով անցնում է Երևան-Մեղրի M2 միջպետական ավտոճանապարհը, որը Ադրբեջանին հանձնելու դեպքում բնականաբար առաջի գործողությունը, որ իրականացվելու այնտեղ Ադրբեջանի սահմանապահ ծառայության հատուկ նշանակության զորամիավորումների տեղակայումն է երկճանապարհի երկու հատվածներում, ինչպես դա իրականացվել է Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածներում եւ Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում, փաստացի փակելով M2 միջպետական ճանապարհի այդ հատվածները եւ կտրելով կապը Սյունիքի մարզի խոշոր բնակավայրերից մեկի Գորիս քաղաքի կապը մարզկենտրոն Կապանի հետ, ինչպես նաեւ Կապան խոշորացված համայնքում Ճակատեն բնակավայրի կապը Կապան համայնքային կենտրոնի հետ։ Նույնը տեղի է ունենալու Տիգրանաշենի պարագայում, ինչը նշանակում է, որ կտրվելու է ցամաքային կապը Հայաստանի հիմնական մասի եւ Արարատի մարզի մի շարք բնակավայրերի եւ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի հետ ամբողջությամբ։ Այսինքն Արարատը, Վայոց ձորն ու Սյունիքը հայտնվելու են շրջափակման մեջ ճիշտ այնպես, ինչպես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելուց հետո շրջափակման մեջ հայտնվեց Արցախը։ Իսկ ինչ ճակատագիր ունեցավ Արցախը այդ շրջափակումից հետո, տեղադրվեց ապրիլի 23-ին 23 թվականի ադրբեջանական հսկիչ անցակետ Հակարի կամրջի մոտ, շրջափակումը կրեց պաշտոնական բնույթ եւ մի քանի ամսվա շրջափակումից հետո ադրբեջանական մեկօրյա ռազմական գործողությամբ սպառնալիքի տակ դրվեց Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու ճակատագիրը եւ նրանք ստիպված եղան ենթարկվել բռնի տեղահանության։ Այսինքն Տիգրանաշեն Ադրբեջանին հանձնելու այդ ստոր եւ դավադիր ծրագրի իրականացումը ենթադրում է Վայոց ձորի եւ Սյունիքի ամբողջական շրջափակում եւ կարճ ժամանակ անց դրանց հանձնում Ադրբեջանին, ինչն էլ արդեն Թրիփի չեղարկման պայմաններում լուծում է Ադրբեջանի գլխավոր խնդիրը՝ հուսալի ցամաքային կապի հաստատումը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջեւ։ Իդեպ Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերում հիմա արդեն տեղադրված են քարտեզներ, որտեղ Վայոց ձորը եւ Սյունիքը ներկայացված են իբրև ադրբեջանական տարածքներ։ Այդ մասին վերջին հրապարակումներից մեկը կատարել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նույնը վերաբերում է նաև Տավուշի մարզում գտնվող տարածքներին, որոնք որ կապում են Հայաստանը Վրաստանի հետ, այսինքն Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հիմնական հատվածները անցնում են այդ տարածքներով, այսինքն այնտեղ կտեղակայվեն ադրբեջանական սահմանապահ զորքեր եւ կփակվի նաեւ Հայաստանը Վրաստանին կապող հիմնական ճանապարհը եւ մենք ստիպված պետք է լինենք Վրաստան գնալու համար օգտվել շրջանցիկ այլ ճանապարհներից, ինչպես նաեւ բնակլիմայական տեսանկյունից զմերվա ամիսներին առավել դժվար երթևեկելի Բավրայի հատվածից, Շիրակի մարզից։ Իդեպ ասեմ, որ անկլավ հասկացություն ժամանակակից պայմաններում անկախ պետությունների պարագայում չի կարող գոյություն ունենալ, առավել եւս սուվերեն պետությունների պարագայում։ Անկլավներ եղել են խորհրդային պետության ժամանակ, երբ որ մեկ միասնական պետություն է եղել։ Երբ որ պետությունները չունեն իրար հետ հարաբերություններ, ունեն վիզայի տարբեր ռեժիմներ, հարց է առաջանում, թե ինչպես պետք է ցամաքային կղզյակի մեջ հայտնվեն մարդիկ, իրականացվի ջրամատակարարում, ջրահեռացում, ոռոգման ջրի մատակարարում, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարումներ, տնտեսական մատակարարումներ եւ այլն։ Բնականաբար դա հնարավոր չի ապահովել, սա նշանակում է, որ այս տարածքների հանձնումը ենթադրում է նաեւ այլ ցամաքային տարածքների հանձնում Ադրբեջանին։ Սրա համար գոյություն չունեն նաեւ իրավական հիմքեր, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք վերադառնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սովետական սահմաններին, այն դեպքում, երբ որ ոչ Ադրբեջանի գործող հանրապետությունը եւ ոչ էլ Հայաստանի գործող հանրապետությունը չեն հանդիսանում
հայկական ԽՍՀ-ի եւ ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդներ, ավելին, Ադրբեջանը իր սահմանադրությամբ ադրբեջանական ԽՍՀ-ն ամբողջությամբ ճանաչում է իբրև ապօրինի կազմավորում։ Սա նշանակում է, որ առանց որևէ իրավական հիմքի, իդեպ այս պարագայում նաև առանց սահմանադրական փոփոխությունների, Նիկոլ Փաշինյանը մտադիր է սահմանային հանձնաժողովների սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնել նոր տարածքներ, վտանգելով Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզի մի մասի, ինչպես նաև Տավուշի մարզի կենսական գործունեությունը։ Հաջորդ խնդիրը, որը գոյություն ունի, դա Նիկոլ Փաշինյանի գաղտնի խոստումներից, դա վերաբերվում է հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարին։ Ես կարծում եմ, որ գաղտնիք չէ, որ 2018 թվականից հետո, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո հայաստանյան եկեղեցին արդեն իսկ հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ադրբեջանա-թուրքական խունտայի թիրախում եւ եղել են բազմաթիվ գրոհներ մեր եկեղեցու եւ հոգեվորականների, այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Բայց դրանք նոր թափ են ստացել 2025 թվականի մայիսի 23-ից, երբ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ իրենք ստեղծել են Երևանի եւ Էջմիածնի ղազիատները, դրանք թեմական ուղղություններն են, թեմական կազմավորումներն են, հետագայում Հայաստանում բնակություն հաստատող ադրբեջանցիների հոգևոր սպասավորությունը իրականացնելու համար։ Նույն այդ օրը Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարել էր նաև, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության եւ տևական խաղաղության հաստատման համար։ Այդ հայտարարություններից անմիջապես հետո 2025 թվականի մայիսի 29-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց հայաստանյաց առաքելական եկեղեցին եւ սկսեց համակարգված հետևողական պայքարը մեր եկեղեցու հոգևոր դասի վերնախավի եկեղեցու կառուցվածքային միավորների միջև։ Քրեական վարույթ նախաձեռնվեց ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Քրեական վարույթներ նախաձեռնվեցին, ձերբակալվեցին եւ կալանավորվեցին հայաստանյաց առաքելական եկեղեցու դիվանապետը, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի թեմերի առաջնորդները։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներսում փորձեց գտնել եւ ցավոք սրտի կարողացավ գտնել տիրադավ եպիսկոպոսներ, ինչպես նաև հոգևորականներ, փորձելով եկեղեցին պառակտել ներսից։ Սկսեց պարբերաբար այցելել իբր պատարակների, այնտեղ հրահրելով կոնֆլիկտներ, ամենայն հայոց կաթողիկոսի անունը զեղչելու, եկեղեցական ծեսը խաթարելու, հավատացյալների միջև խժդժություններ սերմանելու նպատակով։ Եվ ահա քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ առանցքային հարթակներից մեկը հոգևոր կյանքն է, որն էական գործոն է հավատացյալ հանրության երջանկությունն ապահովելու համար։ Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Ես սա կարդացի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրից։ Իդեպ ասեմ, քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել այս ծրագրային դրույթների եւ եկեղեցու դեմ իր պայքարի մասին, այն գաղտնի պահելով ընտրողներից, հիմա որպես post-factum ներկայացնելով մեր հանրությանը։ Ինչ է նախաձեռնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Կարդում եմ նրանց նախընտրական ծրագրից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտպանում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որդեգրում է ճանապարհային հետեւյալ քարտեզը։ Ա. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հերացում, հանգստի կոչում, այստեղ ձեռնպահ են մնում անգամ ամենայն հայոց կաթողիկոս եկեղեցական պաշտոնի հիշատակումից, սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Գ. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում, կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Դ. Սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Նպատակներ, որոնք դուրս են ոչ միայն քաղաքական կուսակցության, այլև քաղաքական
իշխանության, պետական իշխանության որևէ մարմնի իրավասությունների ոլորտից։ Սրա նպատակը հայաստանյաց առաքելական եկեղեցին հիմնահատակ կործանումն է։ Իդեպ այդ ծրագրում նաև նշված է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորված խորհրդանական մեծամասնությունը եւ կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգեվոր ծառայողների սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։ Խնդիրներ, որոնք նույնպես դուրս են պետության հոգացության ոլորտից։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի ծրագրերից մեկը վերաբերում է նաև հայաստանյաց առաքելական եկեղեցուն, որը իդեպ ունի սահմանադրական հատուկ կարգավիճակ եւ չի բացառում, որ նոր սահմանադրության ընդունումով հայ եկեղեցին կզրկվի նաև այս կարգավիճակից։ Նիկոլ Փաշինյանի մյուս գաղտնի ծրագրերից մեկը վերաբերում է նոր տարածքներ Ադրբեջանին հանձնելուն։ Խոսքը հիմնականում վերաբերում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերին։ Իդեպ սրանով չի սահմանափակվելու, այս թիրախում են նաև այլ մարզեր, մասնավորապես Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերից առանձին հայտվածներ։ Այդ մարզերի հիշատակումը դա իմ երևակայության արգասիքը չէ, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանված հստակ նպատակների իրականացումը, որոնք թաքնված են նրա հետագա պաշտոնավարման հիմքում։ Որպեսզի իմ խոսքերը ձեզ համար հիմնավոր լինեն, ես ինչպես միշտ հղումներ կանեմ կոնկրետ փաստերի, ամսաթվերի եւ իրադարձությունների։ Այդպես Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքի շուրջ 60-ից 70%-ի ադրբեջանական պատկանելության մասին սկսել է խոսել 2024 թվականի օգոստոսի 30-ից։ Հետաքրքիր է, որ հենց այդ օրն է հայտարարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների կանոնակարգի հաստատման մասին լուրը, որը հետագայում հավանության արժանացավ սահմանադրական դատանում եւ վավերացվեց ազգային ժողովում։ Մի բան, ինչը տեղի չի ունեցել Ադրբեջանում հայելային ընթացքով։ Այդ ժամանակներից սկսած Նիկոլ Փաշինյանը սկսել է պարբերաբար խոսել Հայաստանի տարածքի մեծ մասի շուրջ 70%-ի ադրբեջանական պատկանելության մասին։ Ես հիմա ձեզ համար կընթերցեմ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի Armenpress լրատվական գործակալությանը տրված հարցազրույցից մի հատված։ Հարցը եւ իր պատասխանի հետ։ Ես կարծում եմ, որ արժի սա ամբողջությամբ ընթերցել դրա էությունը հասկանալու համար։ Դուք ասել եք, որ Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից։ Լրագրողը հիմնվելով Նիկոլ Փաշինյանի մինչ այդ այրած հայտարարությունների, այս հայտարարությունները եղել էր եւ 24 թվականի օգոստոսի 30-ին, եւ նոյեմբերի 12-ին, եւ նոյեմբերի 14-ին լրագրողը այդ հարցն է տալի Նիկոլ Փաշինյանին։ Եվ հիմա ընթերցում եմ ձեզ համար Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Իդեպ այս տեղեկատվությունը ես ձեռք եմ բերել կառավարության վարչապետի պաշտոնական կայքից եւ այս պայդրությամբ այն հասանելի է բոլորին։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը. Այո, եւ այդ մտահոգությունը հիմնված է այն փաստի վրա, որ Ադրբեջանի սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդանի կողմից ընդունված սահմանադրական ակտին։ Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան եւ Հարավային Անդրկովկասը։ 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի ուշադրություն Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ ՀՀ տարածքի շուրջ 60%-ը։ Այսպիսով Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, բայց մենք Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով։ Նախ նման պահանջ փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Եվ երկրորդը Հայաստանն ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել։ Սա ինչ է նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ Հայաստանի տարածքի շուրջ 60%-ը շեշտելով դրանց անվանումները վարչատարածքային միավորների, որոնք բնականաբար չէին կարող լինել Անտանտին ներկայացված Ադրբեջանի քարտեզում, համարում է ադրբեջանական տարածք։ Ինչ է նշանակում Անտանտին ներկայացված քարտեզ։ Մի կազմակերպություն, որին Ադրբեջանը չի անդամակցել։ Իդեպ 18 թվականի Ադրբեջանի Հանրապետությունը չի անդամակցել նաև Ազգերի լիգային եւ չանդամակցության հիմնական պատճառը եղել է իր սահմանային անորոշությունը, այսինքն այդ պետության սահմանների հետ կապված անորոշություններն ու նկարտումները։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ հայաստանյան տարածքների 60% ունեն ադրբեջանական պատկանելություն, որոնք գործող սահմանադրությամբ Ադրբեջանի ունեն այդպիսի կարգավիճակ։ Իսկ ինչ է նշանակում պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն։ Ինչ տարածքի վրա, ինչի հիման վրա։ Սիրելի հայրենակիցներ, միամիտ են մարդիկ, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականություն, այլև Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանը իբրև պետություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն չունի թեկուզ մեկ, թեկուզ կիսատ, թեկուզ ոչ ամբողջական համաձայնագիր պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ, ինչը պետական սահմանի մասին օրենքի հստակ պահանջ է, այսինքն պետական սահմանի մասին օրենքով ասում է, որ պետությունների միջև սահմանները, այդ թվում Հայաստանի եւ սահմանակից պետությունների միջև սահմանները որոշվում են օրենքով կամ միջազգային պայմանագրերով։ Այդպիսի միջազգային պայմանագիր գոյություն չունի։ Միակ միջազգային պայմանագիրը, որը սահմանում է Հայաստանի եւ սահմանակից պետությունների հետ սահմանազատման եւ սահմանագծման խնդիրները, դա Խորհրդային Միության եւ Թուրքիայի, Խորհրդային Միության եւ Իրանի միջև պետական սահմանի մասին համաձայնագրերն են, որոնց հիման վրա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը իրականացնում են այդ հատվածում սահմանի պահպանություն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ միասին։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեղարկել նաև այդ պայմանագիրը, Հայաստանից հեռացնել նաև Ռուսաստանի սահմանապահ զորքերին եւ այդ պայմանագրի չեղարկումով առոչինչ դարձնել նաև Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի միջև սահմանային համաձայնագրերը, ինչը իրավունք կտա Ադրբեջանի եւ Թուրքիային ազատորեն ներխուժել Հայաստանի տարածք եւ զավթել Հայաստանը եւ վերացնել այն որպես պետություն։ Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով։ Սա պատահական չի, դեռևս 2021 թվականի դեկտեմբերից Ադրբեջանում սահմանված է պետական ծրագիր Հայաստանի տարածքը ավելի քան 300,000 ադրբեջանցիներով բնակեցնելու համար։ Այդ ծրագիրը ոչ միայն չի կորցրել իր ակտուալությունը, այլ շարունակում է մնալ որպես Ադրբեջանի պետական քաղաքականության դրսևորում։ Ընդամենը մի քանի օր առաջ 2026 թվականի հունիսի 18-ին եւ 19-ին Ադրբեջանի պատկանող Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ քաղաքում, որը Մեղրից գտնվում է մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, կազմակերպվել է վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան թվով արդեն 3-րդ կոնֆերանսը Ադրբեջանի պետական իշխանությունների հովանավորությամբ եւ մասնակցությամբ։ Եվ Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով բնակեցվելու համար մշակվել է հատուկ ռազմավարական ծրագիր, որը ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց հայ հանրությանը 2026 թվականի հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրապարակայնորեն պատռելով այդ փաստաթուղթը։ Այդ վտանգները ծառացած են մեր ժողովրդի առաջ։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին տվել է հրապարակային եւ գաղտնի խոստումներ, որը փորձելու է իրականացնել իր պաշտոնավարման շրջանում։ Մեզ չհաջողվեց ընտրությունների միջոցով օրինական եղանակով հեռացնել նրան իշխանությունից իր ապօրինությունների, իր իշխանազավթման հետևանքով, բայց օրինական միջոցները նրան իշխանությունից հեռացնելու չեն սպառվել։
չէ սպառվել նաև մեր պայքարի վճռականությունն ու տրամադրվածությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք Նիկոլ Փաշինյանի իշխանության այս ադրբեջանա-թուրքական մահաբեր ընթացքը օր առաջ խափանելու համար։ Այդ հնարավորությունը կա, այդ հնարավորությունը պետք է իրականացվի մեր միասնական ջանքերով։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ սպասեք մեզ նաեւ հաջորդ շաբաթվա թեմատիկ զրույցում։ Այս անցնող շաբաթվա ընթացքում Սահմանադրական դատարանը սկսելու է 7 կուսակցությունների դիմումի հիմնման վրա ընտրությունների արդյունքները չեղարկելու հայտերի քննությունը։ Ես կարծում եմ սա լավ առիթ է։ Չնայած դատարանի որոշմամբ ինձ ունեցած սահմանափակումների պայմաններում, հարգելով այդ սահմանափակումները, խոսել Սահմանադրական դատարանի եւ գործի դատաքննության ընթացքի մասին։ Լավ եղեք։